Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայաստանն ավարտել է սահմանային անցակետի վերականգնումը և այժմ հերթը թուրքական կողմինն է։ Նա անդրամաբանական է համարել սահմանների բացման հարցի կապումը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հետ, նշելով, որ Անիի կամրջի վերականգնման գործընթացը շարունակվում է։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացը տեղեկացրել է նաև, որ անձամբ չի մասնակցի Անտալիայի դիվանագիտական ֆորումին։ Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, Ռուբինյանը վերահաստատել է, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի համար այլևս առաջնահերթություն չէ։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ կառավարական պատվիրակությունն ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում մի շարք քայլեր արվել են արդեն իսկ, եկե հիշեք, որ ամենասկզբում վերաբացվեցին թռիչքները Երևանի եւ Ստամբուլի միջեւ, որոնք դադարեցված էին մի քանի տարի։ Հիշեք նաեւ, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց ուղիղ ավիաբեռնափոխադրումները հնարավոր դարձնելու մասին, ինչը արված է։ Կա պայմանավորվածություն Անիի պատմական կամուրջը վերականգնելու մասին գործընթացը, փաստաթղթային գործընթացը ընթացքի մեջ է։ Եվ ճիշտ է, ամենամեծ պայմանավորվածությունը սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելն է, ինչի վերաբերյալ մենք մեր կողմից անելիք արել ենք, նկատի ունեմ անցակետի վերականգնումը։ Լավ լուրն այն է, որ թուրքական կողմից վերջապես այս տարի իրենց կողմից սկսեցին աշխատանքներ տանել անցակետի վերականգնման ուղղությամբ եւ մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը եւ այս առումով հնդակը մեր դաշտում չէ։ Խաղաղությունը հաստատված է, ինչն է խնդիրը։ Խաղաղությունը հաստատված է, բայց գործընթացները պետք է գնան իրենց